Да, пойдем туда, отсюда. Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, AFL Armenia YouTube-յան ալիքի եթերում մեկ տարկում է 15-րդ տուրը ու մեկ տարկում է շատ հետաքրքիր հանդիպմամբ մրցում են միմյանց դեմ Manchester City-ն ու Atalanta-ն թիմերը, ովքեր գտնվում են մրցաշարային աղյուսակում հարևանությամբ դրա մասին խոսեմ հանդիպան ընթացքում։ Հիմա եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններից, սկսենք Manchester City-ից դարպասը պաշտպանում է Վահե Մուրադյանը համար 1, Արտաշես Արաքելյան համար 5, Անատոլի Գաբրիելյան համար 7, նա թիմի ավագն է, Գարիկ Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14, Գեռա Կոստենկով համար 17, Ռաֆայել Ղարիբյան համար 19 եւ Արտուր Ալավերդյան համար 44։ Ատալանտա դարպասը պաշտպանում է Տարոն Թուղթարյանը համար 1, Արամայիս Գրիգորյան համար 3, Անդրանիկ Ադամյան համար 5, նա թիմի ավագն է, Վանիկ Պետրոսյան համար 7, Ալիկ Հովանեսյան համար 8, Դավիթ Յավարյան համար 22, Մաքսիմ Սարգսյան համար 55, Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկարյան համար 77, իսկապես շատ ուժեղ կազմեր ունեն այս երկու թիմերը, ովքեր մրցում են ներկապային խաղադաշտում ու այսօր մեզ այս 50 րոպեների ընթացքում շատ հետաքրքիր դիմակայություն է սպասում, քանի որ մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է, Ատալանտան ունի 13 հանդիպումից հետո 31 միավոր ու գտնվում է մրցաշարային աղյուսակի 4 հորիզոնականում, Manchester City-ն էլ 12 հանդիպումից հետո 28 միավորով 5-րդ է, այո, այսօր հաղթանակի հասնելու դեպքում, եթե կարողանա City-ն հաղթանակ տանել Ատալանտային նկատմամբ, իհարկե կհավասարվի մրցաշարային աղյուսակում միավորներով Ատալանտային, բայց հակառակ պատկերի դեպքում արդեն Ատալանտան կունենա 6 միավորի առավելություն City-ի նկատմամբ ու կհամապնդվի 4 հորիզոնականում, դեռ նույնիսկ կշրջանցի Watford-ին, բայց կսպասի Watford-ին ու Լեռնային Արցախին, նույնիսկ վեր կբարձրանա Ատալանտան մինչև 3-րդ հորիզոնական, պատկերացնում եք, ու կսպասի ճիշտ է դեռ այս տորում Watford-ի ու Լեռնային Արցախի հանդիպումներին, ովքեր հեշտ հանդիպումներ չունեն անցկացնելու, հատկապես Լեռնային Արցախը իր ուժերն է չափելու Բետիսի դեմ, որտեղ Բետիսը այսօր միավոր կորցելու դեպքում արդեն իսկ կլքի Winter Cup-ի խմբային փուլը առաջին օգնյակում զբաղեցնելու համար Թուղթարյան այստեղ ռիսկի դիմեց, բայց կարողացավ տիրել գնդակին, գնացել է պրեսինգի Արշակ Պողոսյանը, այսօր Պողոսյանը շատ կարևոր գործողություն ունի կատարելու խաղադաշտում, նա այսպես ետ քաշված հարցակվողի գոտում է հանդես գալիս հանդիպան մեկնարկից մինչ այս պահ, դա արդեն ակնհայտ երևում է, իհարկե նոմինալ որպես հարցակվող Անատոլի Գաբրիելյանն է, այսօր թիմի ավագը, բայց իհարկե Պողոսյանի դերակատարումը այսօրվա հանդիպանը շատ կարևոր է լինելու, հիմա Ատալանտայի գրոհը տեսնենք, Յավարյանն է գնդակով, Բարքելակեց այստեղ, դեպի Հովանեսյանը փոխանցում, մնաց գնդակով Ալիկ Հովանեսյանը, դեպի ետ Արամայիս Գրիգորյանի ուղղությամբ կրկին Հովանեսյան, այո, նորից այսօր չի կարողանում Ատալանտային օգնել թիմի առաջատար ֆուտբոլիստերից մեկը Վարդան Պետրոսյանի մասին է խոսքս, նախորդ տուրում խոսեցի Պետրոսյանի վնասվածքի մասին, բայց Պետրոսյանը իհարկե շատ առանցքային ֆուտբոլիստ է թիմի կազմում ու կարծում եմ Ատալանտայի ցանկացած հանդիպման ժամանակ պետք է վերհիշել նրան խաղադաշտում, նրա բացակայությունը, նրա տեղը իսկապես զգացվում է Ատալանտայի գործողություններում, բայց ամեն դեպքում Ատալանտան առանց Պետրոսյանի իհարկե արդեն իսկ ապավել է Ատալանտան իր տեղը play-off փուլում, դրա մասին խոսք չկա, բայց որքան վերին հորիզոնականով հաղթարի ներողություն խմբային փուլը Ատալանտան, այնքան իհարկե ավելի
լավ կլինի այսպես ասած թիմի համար, իսկ Պետրոսյան իր մեծ ներդրումը կարող էր ունենալ Ատալանտայի բարձր հորիզոնականում տեղ զբաղեցնելու համար, բայց տղաների իհարկե կփորձեն առանց Պետրոսյանի անել այդ ամենը Ալավերդյան հարված ու դարպասածողն է այստեղ բրգում Ատալանտային Գիգոլյանն էլ հարվածեց ու այստեղ շեղությամբ է ստացվում Գիգոլյանի հարվածը առաջին վտանգավոր պահը, որը ստեղծեցին խաղադաշտում Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները Պողոսյանի հաշվը նկատ Փոխանցումից հետո Ալավերդյանը ուներ շանս բացելու այստեղ հանդիպան հաշիվը, բայց դարպասածողը եկավ այս իրավիճակում օգնության Ատալանտային ու հանդիպան հաշիվը բացված չէ Դավիթ Ավարյան դեպի Կոշկարյան, այո Կոշկարյանը նախորդ տուրում նույնպես փայլեց Ատալանտայի կազմում Վերդերի դեմ խաղում հենց այս զույգը համագործակցեց, որը ներկայացին Կոշկարյան Պետրոսյան, բայց այս անգամ արդեն Ղարիբյանը փակեց Վանիկ Պետրոսյանի Առաջխաղացումը նույնպես հետաքրքիր զույգ է ձևավորվել Ղարիբյանն ընդդեմ Վանիկ Պետրոսյանի այսօր խաղադաշտում պետք է Պետրոսյանին զսպել այսպես ասած լինի Ղարիբյանի վրա այսօր իսկ նախորդ տուրում երբ Ատալանտան մրցում էր Վերդերի դեմ Կոշկարյանն հենց հանդիպան մեկ տարկում առաջին րոպեին 15-16-րդ վարկյանի դրությամբ հիմա Վարդան Վարդանյանի հարվածը տեսանք ու նորից փակվեց Պողոսյան այս գրոյից հետո խոսեմ այդ մասին մնաց գնդակով Արճակ Պողոսյանը փոխանցում Գաբրիելյանին Թիկունքով է Գաբրիելյանը կրկին Պողոսյան Հարված կտեսնենք արդյոք այս իրավիճակում ոչ ու կորցրեցին գնդակը Սիթիի ֆուտբոլիստները հարված կլինի արդեն Ատալանտայի դարպասից այո Կոշկարյանի շքեղ գնդակը տպավորվեց նախորդ տուրում երբ նա հեղինակեց Վերդերի դարպասը իսկապես արթնացեց երկու թիմերին Կոշկարյանը խփած իր այդ գնդակով թե Ատալանտային թե իհարկե առաջին հերթին Վերդերին առաջին րոպեին 15-16-րդ վարկյանի դրությամբ կարողացավ գրավել դարպաս ու իհարկե շատ կայծակնային գոլի հեղինակ ու շքեղ գոլի հեղինակ դարձավ Կոշկարյանը այդ խաղում տեսնենք այսօր հիմա ինչպես կստացվի Կոշկարյանի խաղը իհարկե Կոշկարյան Ալավերդյան հակամարտությունն էլ նույնպես այստեղ է ձևավորվել երկու շատ առանցքային ֆուտբոլիստներ իրենց թիմերի կազմում ովքեր գտնվում են դաշտի միջին հատվածում այնպես որ այսօր եթե խոսենք այդպես զույգերից ապա շատ հետաքրքիր զույգեր են ձևավորվելու Վանիկ Պետրոսյանը զարգացեց արագություն բայց այս գնդակին հասնել չէր կարող ուժեղ ստացվեց փոխանցումը ու հարված կլինի արդեն Վահե Մուրադյանի պաշտպանած դարպասից Խաղարկումով է սկսում Մուրադյանը Սիթիի հերթական գրողներից մեկը բայց չհասկացան այստեղ Արտաշես Արաքելյանն ու Ալավերդյանը միմյանց ու հիմա էլ Ատալանտայի պատասխանը կարող էր վտանգավոր լինել բայց Կոշկարյանի հարված այսպես ասենք չստացվեց եթե նույնիսկ սա փոխանցում էր դեպի Ալիկ Հովհաննիսյանը ապա շատ անհարմար փոխանցում էր դեպի հարձակվող Ատալանտայի ու դրվագը այսքանով ավարտվեց Ավարյան թույլ չտվեց գնդակը դուրս գա դաշտի սահմաններից բայց հիմա արդեն լքեց խաղադաշտը գնդակը ու հարված կլինի կրկին Մանչեսթեր Սիթիի դարպասից Սիթին կրկնում եմ 12 հանդիպումից հետո 28 միավորով 5-րդ է Ատալանտան 13 հանդիպումից հետո 31 միավորով 4-րդը այնպես որ այսօր առաջին հերթին իհարկե մտածելու տեղ ունի Մանչեսթեր Սիթին միայն հաղթանակ է անհրաժեշտ հավասարվելու Ատալանտային մրցաշարային աղյուսակում ու նոր դրանից հետո մտածելու ավելի վերին հորիզոնականով խմբային փուլը հաղթահարելու, բայց իհարկե չհաղթելու դեպքում էլ Սիթին ամենայն դեպս այս տուրում կարող է նահանջել մինչև 6-րդ հորիզոնական, նրանք կարող է շրջանցել Վերդերը, բայց դեռ Մանչեսթեր Սիթին ունի հանդիպումներ, որը պետք է անցկացնի, իհարկե Վերդերը այսօրվա այս տուրում իր հանդիպումը անցկացնելուց հետո կունենա 16 հանդիպումից հետո եթե կարողանա հաղթել Mainz-ին կունենա 16 հանդիպումից հետո 30 միավոր նոր այդ դեպքում միայն շրջանցի 2 միավորով Մանչեսթեր Սիթին, բայց Սիթին դեռ 2 հանդիպում պետք է անցկացնի, որպեսզի խաղերի քանակով հավասարվի Վերդերին, այնպես որ Սիթին ամեն դեպքում ամենայն հավանականությամբ մրցաշարային աղյուսակում այսօր չհաղթելու դեպքում կմնա 5-րդը Վանիկ Պետրոսյան Աշեզով լավ արագություն զարգացեց, բայց հարվածը շեղությամբ է ստացվում Պետրոսյանի շատ լավ դրոց սկսեց Վանիկ Պետրոսյանը ինքն էլ փորձեց եզրափակել, բայց հարվածը այստեղ շեղությամբ ստացվեց, այո նախորդ տուրում նաև Պետրոսյանը շքեղ գնդակ հեղինակեց հենց նույն Վերդերի դարպասը արդեն Կոշկարյանից ստացած փոխանցումից հետո այդ երկու ֆուտբոլիստները խփեցին այդ երկու գնդակները
Բայց արդեն հետո Վերդերը կարողացավ ետ վերադառնալ այդ խաղում ու հաշիվը հավասարեցեց նախ Յարդումյանի, հետո էլ Մայիս Մերկունյանի խփած գնդակների շնորհիվ 8 թիմերը լքեցին խաղադաշտը վաստակած մեկական միավորներով, այսօր իհարկե այլ տրամաբանությամբ հանդիպում ենք մենք տեսնելու, այսօր ավելի հետաքրքիր պայքար է իհարկե նշեցի արդեն երկու անգամ մեկտարկից մինչ այս մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցած տեղերի համար Յավրյան լավ փոխանցում, բայց Հովհաննիսյանը կարծում եմ չէր սպասում այս փոխանցմանը, իհարկե Ղարիբյանը արդեն ճնշում էր թիկունքից ու միայն վերջի պահին հասավ գնդակը Ալիկ Հովհաննիսյանին, Արշակ Պողոսյան դեպի Վարդանյանը լավ փոխանցում, մեկը պումով Վարդանյանը փորձեց ասիագել Ալավերդյանին, առաջին դեպքում չստացվեց, երկրորդում ստացվեց, բայց Ադամյանն է խլում գնդակը, հետո էլ Արտաշես Արաքելյանն է վերականգնում այն Սիթիի համար, հիմա Սիթին պետք է փորձեր ամենայն դեպս այս իրավիճակում արագ հակագրոհի ասել, բայց ընկավ Սիթի գրոհի տեմպը, Գիգոլյան դեպի Ալավերդյանը, դեպի աճ ուղարկեց Ալավերդյանն, Արշակ Պողոսյան, շարժվում է առաջ Պողոսյանը, հասցրեց ազատվել գնդակից խաղարկումը լավն էր Գիգոլյանի հետ Պողոսյան տեսնենք ինչ որոշում է կայացնում նորից Ալավերդյան հարված ու Դուխտարյանն է բրգում նորից Ատալանտային այս իրավիճակում այո Ալավերդյանը արդեն երկու հնարավորություն ունեցավ հանդիպան մեկտարկից մինչ այս բայց երկու դրվագում էլ չստացվեց Ղարիբյան գուցե հերվից հարվածի Ղարիբյանը փոխանցում հետևեց դեպի Գաբրիելյանը ու չստացվեց հիմա այլ Անատոլի Գաբրիելյանի կատարած հարվածը ինչ րոպեներ են ընթանում խաղադաշտում Ղարիբյան հետ փոխանցում բայց գնդակը բաժին ասավ Ալիկ Հովհաննիսյանին Հովհաննիսյան լավ նկատել է Մուրադյանի դարպասից դուրս գալը բայց ամբողջությամբ գնդակը պատտտեցնել դեպի դարպաս այս իրավիճակում Հովհաննիսյանի մոտ չստացվեց իհարկե պետք է նաև լուրջ ու աչալրջորեն վերահսկողության տակ առնել Ալիկ Հովհաննիսյանին ու թույլ չտալ նրան հայտնվել հարվածային դիրքում քանի որ Հովհաննիսյանի հարվածները նույնպես շատ վտանգավոր են ստացվում հիմա սխալ տեղի ունեցավ Սիթի ֆուտբոլիստերի գործողություններում ես իսկ նետի Ատալանտան Պետրոսյան դեպի Մաքսիմ Սարգսյանը որ թողեց այստեղ գնդակը Մաքսիմ Սարգսյանին ու հիմա կա մրցավարի Սուլիչը հետ փոխանցում Սարգսյանից տեսանք դեպի դարպասապատ Դուխտարյանը ու դեպի Յավրյանը փոխանցում կատարեց դարպասապա այս իրավիճակում Անրանիկ Ադամյան դեպի նորից Մաքսիմ Սարգսյանի ուղղությամբ Սարգսյանը շարժվում է առաջ կա Յավրյանի գրոհի միացումը նկատեց Սարգսյանը բայց փոխանցումը չհասավ Յավրյանին հիմա Սարգսյանը նորից վերականգնում է գնդակը բայց Մաքս Սարգսյանի հարվածը այս իրավիճակում չստացվեց ձախ ոտքով նա հարվածեց իսկ մենք Սարգսյանի հարվածները իհարկե տեսել ենք թե նա ինչպես է ռմբահարում մրցակիցների դարպասը աճ ոտքով կատարած հարվածներից հետո այս իրավիճակում ամենայն դեպս չստացվեց Մաքս Սարգսյանի մոտ իհարկե դեռ հարցում եմ այս խաղում իր հնարավորությունը կունենա Մաքսիմ Սարգսյանը Պողոսյան շրջվեց ու շարժվում է առաջ գնդակով լավ նկատեց Արտուր Ալավերդյանին կրկին Պողոսյան կա Վարդանյանի տարբերակը չկատարեց փոխանցում Արշակ Պողոսյանը հիմա մի փոքր ընկավ Սիթի գրոհի տեպը բայց արդեն երկրորդ տեպով կգրոհեն քաղաքացիները Արշակ Պողոսյան նորից Ալավերդյանին է հասցեագրում գնդակը մնաց գնդակը Արտուր Ալավերդյանի մոտ ու հետ փոխանցում դեպի Արաքելյանը այո չկար տարբերակ ստիպված եղավ այս իրավիճակում Ալավերդյանը հետ ուղարկել գնդակը Արշակ Պողոսյան նորից Ալավերդյանի հետ խաղարկում փորձեց իրականացնել բայց Վանիկ Պետրոսյանն է հաջող գործում ու սկսում իր արագության շնորհիվ Ատալանտա եւս մեկ գրոհ արդեն ձախ եզրով Պետրոսյանն միանգամից երկու մրցակից այստեղ դիմավորեց Վանիկ Պետրոսյանին ու հասցրեց ազատվել գնդակից Պետրոսյանը Կոշկայան դեպի Ալիկ Հովհաննիսյան ու ստացվեց Հովհաննիսյանի հարվածը գնդակն էլ այստեղ Ղարիբյանից դուրս եկավ դաշտի սահմաններից ու անկյունային հարվածք իրականացրի Ատալանտան այո Հովհաննիսյանի հարվածը եթե ստացվեր ապա չենք կարող ասել վայ Մուրադյանը այդ իրավիճակում կփրկեր Սիթիին թե ոչ բայց ամենայն դեպս Կոշկայանի կատարած փոխանցումը դեպի Ալիկ Հովհաննիսյանը մի փոքր անհարմար ստացվեց Կոշկայանն է տեղադրում գնդակը անկյունայինը իրականացնելու համար ու տեսնենք ինչպես կստացվի կա մրցավարի Սուլիչը Վարդան Կոշկայան փոխանցումը նույնպես կա բայց Ղարիբյանը առաջին արձագանքում գնդակին ուղարկեց Գաբրիելյանին Գաբրիելյանն էլ Գիգոլյանին ու
Սիթին ասում է գրոյի Գիգոլյան մնաց գնդակով։ Նորից Ղարիբյանին ուղարկեց միացել է գրոյին նույնիսկ Ղարիբյանը, բայց արդեն Աստրեցին Ատալանտայի ֆուտբոլիստները վերադասավորվել Արչակ Պողոսյան լավ դեր փոխանցումը, բայց Վանիկ Պետրոսյանը այստեղ առաջինները Մաքս Սարգսյանն էլ գրագետ վարվեց, բայց փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ ստացվեց, քան Ադամյանն էր տեղակայված։ Պողոսյան Չանցավ հիմա այլ Արշակ Պողոսյանի փոխանցումը Յավրյանն է հաջող գործում դեպի Ալիկ Հովանեսյանը լավ դեր այս փոխանցումը նորից Յավրյանին ուղղված ու տեսնենք Յավրյանն ընդդեմ Գիգոլյանի մնաց գնդակը Յավրյանի մոտ տեսնենք ինչ որոշում է կայացնում Դավիթ Յավրյան այս իրավիճակում կա փոխանցում բայց Արաքելյանն առաջիններ այստեղ այո չհասավ գնդակը Ալիկ Հովանեսյանին ու հիմա Սիթիի պատասխանը Գիգոլյան բայց արդեն հակագրող կազմակերպել չստացվեց Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստերի մոտ լավ դասավորվեցին այս իրավիճակում Ատալանտայի ֆուտբոլիստները եւ հիմա արդեն ավելի հանդարտ Սիթին կփորձի գրոս սկսել Ալավերդյան լավ կտրող փոխանցում էր բայց Արշակ Պողոսյանը այս գնդակին չկարողացավ հասնել Թուղթարյանին բաժինացավ գնդակը Վանիկ Պետրոսյան դեպի Մաքս Սարգսյանը նորից դարպասապա Թուղթարյանի հետ է խաղարկում գնդակը Սարգսյանը ու արդեն Արամայիս Գրիգորյանի ուղղությամբ փոխանցում հետևեց դեպի Ձակեզր այո բավական ակտիվ մեկ տարկ ունեցան այս խաղում իսկապես լարվածությունը ճիշտ է դեռ չի ասել գագաթնակետին, բայց կարծում եմ դրան շատ քիչ է մնացել։ Եթե մենք հանդիպան հաշիվը տեսնենք բացված թիմերից որևէ մեկի կատարմամբ հիմա պատ խաղարկումը չստացվեց Ղարիբյանն է խլել գնդակը դեպի Պողոսյանը նորից Ղարիբյան կա Գաբրիելյանի տարբերակը Ղարիբյանն է հարվածում ու Ադամյանն է փակում հիմա Ղարիբյանի հարվածի ճանապարհը անկյունային հիմա էլ արդեն կիրականացնի Մանչեսթեր Սիթին այո եթե բացվի այս խաղում հանդիպան հաշիվը, ապա արդեն թիմերից պարտվողի կարգավիճակում հայտնված ակումբը կնետվի բնականաբար առաջ ետ բերելու կորցրածը ու դա էլ ավելի է մեծացնելու հանդիպան ինտրիգը հիմա փոփոխություն տեղի ունեցավ Ատալանտայի կազմում Գևորգյանը մտավ խաղադաշտ փոխարինելով Անդրանիկ Ադամյանին ու տեսնենք թարմ ուժերով արդեն Էդգար Գևորգյանը ինչ կփորձի անել Գիգոլյան խաղարկեց Սիթին այս իրավիճակում անկյունային ու կրկնակի անկյունային են վաստակում այստեղ Սիթիի ֆուտբոլիստները հիմա էլ Վանիկ Պետրոսյանին դիպավ գնդակը 17 րոպե մնաց թիկունքում հանդիպան 1 տարկից 8 րոպե մինչև առաջի կեսի հիմնական ժամանակի ավարտը ու տեսնենք այս րոպեները ինչպես կանցկացնեն թիմերը հիմա անկյունայինը պատրաստվում է իրականացնել Անատոլի Գաբրիելյանը հետ փոխանցում դեպի Ղարիբյանը, Ղարիբյանն էլ Ալավերդյանին ուղարկեց, բայց Ալավերդյանի փոխանցման ճանապարհը նորից Վանիկ Պետրոսյանը փակեց ու հիմա Ատալանտան փորձում է գրոյի դուրս գալ Գևորգյան լավներ փոխանցումը Յավրյանին, բայց հեռու թողեց այստեղ Դավիթ Յավրյանը գնդակ Արաքելյան դեպի Վայե Մուրադյանը այո Սիթին վերականգնեց կրկին գնդակը Ղարիբյան Արշակ Պողոսյանը կատարեց փոխանցում Պողոսյանի ուղղությամբ Ղարիբյանը ու հիմա Սիթին աշեզրով է փորձում գրոյի անցնել Պողոսյան տեսնենք ինչ որոշում կայացնի թողեց գնդակ այստեղ Գիգոլյանին սա հիշեցնեմ որ 15-րդ տուրն է մեկ տարկել Winter Cup-ի այս մրցաշարում ընդամենը այս խաղային շաբաթից հետո թիմերը կանցկացնեն իհարկե բաց թողած հանդիպումները չհաշված այսպես ասեմ այն թիմերը ովքեր կանցկացնեն այս տուրում իրենց հենց 15-րդ հանդիպումը Արդեն կմնա երկու խաղային շաբաթ 17-րդ տուրը ավարտելու խմբային փուլը նույնպես ավարտելու համար ու դրանից հետո արդեն փլեյ-օֆում իսկապես հետաքրքիր հակամարտություններ են սպասվելու մեզ ճիշտ է դեռ այսպես ասած պարզ չէ որ թիմը որ հորիզոնականով կհաղթարի խմբային փուլը կրկնում եմ միայն եթե բաց թողած հանդիպումները նույնպես հաղթի Մանչեսթեր Սիթին հնարավոր է մրցաշարային աղյուսակում ավելի վեր բարձրանալ ու խոսքս ընդհանրապես միայն Սիթիի մասին չէ ցանկացած թիմի մասին բայց դեռ դրանք պետք է հաղթել իսկ Ատալանտան նույնպես շատ այսպես ասած մեծ հնարավորություն ունի նույնիսկ երկրորդ հորիզոնականով խմբային հաղթարելու ինչպես Մանչեսթեր Սիթին բայց պետք է հաղթել մյուս խաղերում Ատալանտան դեռ եւս մեկ կարևոր ու հետաքրքիր հանդիպում ունի անցկացնելու միջև խմբային փուլի ավարտը մրցելով Լեռնային Արցախի դեմ նույնպես շատ հետաքրքիր դիմակայություն է սպասվելու մեզ այդ խաղում ու նոր արդեն 17 տուրերից հետո ընդհանուր պատկեր է կունենանք հիմա Ալավերդյանը փոխանցում կատարեց բայց այն արվածի փորձ ստացվեց Սիթիի համար ու բարձր Ընդհանրացավ Ալավերդյանի կատարած հարվածը Մաքսիմ Սարգսյան սկսում է խորքից Ատալանտան
Լավ նկատեց Ալիկ Հովանիսյանին, ընդունեց գնդակը Հովանիսյանը, թողնում է հիմա Վանիկ Պետրոսյանին ու շարժվում առաջ, Կոշկարյան։ Տեսնենք ինչ է մտածել Կոշկարյանը։ Դեպի Ձախ եզր ուղարկեց, որտեղ Դավիթ Յավարյանն է, Գևորգյան, նորից Յավարյան, հարկում է Ատալանտան առայժմ գնդակ, Արամայիս Գրիգորյան և հետ փոխանցում դեպի Դարպասապատ Ուղտայանը, տեսեք որտեղ է հասել արդեն Ատալանտայի կիպերը Մաքսիմ Սարգսյան։ Լավ, առաջ խաղացում են տեսնում Մաքս Սարգսյանից ուղարկեց գնդակը Յավորյանին, այստեղ Վարդանյանը գնաց պրեսինգի, բայց չստացվեց խլել գնդակը, հիմա էլ անկյունային արված է վաստակում Ատալանտան այս իրավիճակում, հասցրեցին Սիթիի պաշտպանները հեռացնել գնդակը ու տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ է տալու Ատալանտային։ Բայց այս ընթացքում փոփոխություն ենք տեսնում Մանչեսթեր Սիթիի կազմում, խաղադաշտը լքում է Անատոլի Գաբրիելյանն ու Գերա Կոստենկովը թարմ ուժերով մտավ խաղադաշտ եւ տեսնենք Կոստենկովը ինչպիսի թարմություն կտա հանդիպմանը, հիմա կամ մրցավարի Սուլիչը Կոշկարյանն է գնդակի մոտ, Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, Յավարյան վտանգավոր է, բայց Արաքելյանը հասցնում է հեռացնել գնդակը այլապես Յավարյանը արդեն պատրաստվել էր հարված կատարելու, Վանիկ Պետրոսյան ու բացված է հաշիվը 1-0, Ատալանտան առաջ է հասնում հաշվի մեջ։ Վանիկ Պետրոսյան 1-0 բացված է հանդիպման հաշիվը, Սիթին փորձեց հակագրոյի անցնել, բայց չստացվեց, Պետրոսյանը փակեց, եթե չեմ սխալվում, Արաքելյանի փոխանցման ճանապարհը ու հետո ինքն էլ իր այսպես ասած ընդունած գնդակը եզրափակեց գոլով, հիմա տեսնենք արդեն Խաղակեսի վերջի րոպեները ինչպես կստացվեն, առաջին հերթին Սիթին ինչպես կփորձի պատասխանել այս բաց թողած գնդակին, 2-3 րոպե մինչ հանդիպան առաջին Խաղակեսի հիմնական ժամանակի ավարտը, այդքան ունի Մանչեսթեր Սիթին իր տրամադրության տակ։ Վարդանյան թողեց Ալավերդյանին, հարված չկատարեց այստեղ Ալավերդյանը, բայց մնաց գնդակը Սիթիի մոտ, Արաքելյան դեպի Ղարիբյանը։ Լավ նկատեց կենտրոնում Ալավերդյանին, բայց Յավարյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին ու նորից Ատալանտայի հակագրահող Կոշկարյան փոխանցում, Հովանիսյան 2-0, Ատալանտան կրկնապատկում է իր առավելությունը։ Ալիկ Հովանիսյան 2-0 Ատալանտան 2 րոպեի ընթացքում խփեց 2 գնդակ ու ինչ խաղակեսի ավարտ ենք մենք ունենում, հիմա Սիթին հայտնվում է անհարմար իրավիճակում, իսկապես շատ այսպես ասած հետաքրքիր 20-21 րոպեներ անցան հանդիպան մեկ տարկից, բայց ընդամենը 2 րոպե ու 2 գնդակ բաց թողեց Մանչեսթեր Սիթին այսքան տևած պայքարից հետո հիմա էլ չանցավ Ղարիբյանի փոխանցում ու Ատալանտան նորից հակագրոյի հասնում, Կոշկարյան վտանգավոր է նորից Հովանիսյան ու հիմա դարպասածողն է օգնության գալիս Մանչեսթեր Սիթին, Ալիկ Հովանիսյանն էլ կարող է այստեղ դուբլի հեղինակ դառնալ, բայց դարպասածողը փրկեց Սիթին, հիմա հասկանանք ինչ պատահեց Վանիկ Պետրոսյանին, նոր արդեն կանադառնանք հանդիպանը, խոտածածկին է հայտնվել Ատալանտայի առաջին գոլի հեղինակը, չֆիքսեցի ճիշտ ասած ինչ պատահեց Պետրոսյանին, բայց հուսանք որ լուրջ ոչինչ չկա ու Պետրոսյանը կարողանա շարունակել այս հանդիպումը։ Հիմա կանգնեց ոտքի, այո, եւ կմնա խաղադաշտում Վանիկ Պետրոսյանը ու հիմա արդեն մրցավարը կհասնի գնդակը Սիթիի ֆուտբոլիստերին։ Արչակ Պողոսյան վերսկսվեց հանդիպումը, թողնում է գնդակը Արաքելյանին ու դեպի հետ դարպասապահ Վահե Մուրադյան, այո իսկապես այսօր
City-ին մեկ տարկում կարող էր հենց Արտուր Ալավերդյանը բացել այս հանդիպան հաշիվը։ Շտացվեց ու հիմա տեսեք Ատալանտան նորից փորձում էր հակագրոհի հասնել Կոշկարյանը փորձեց խլել գնդակը, բայց չստացվեց։ Ալավերդյան հիմա Յավորյանն է լավ գործում։ Մնաց գնդակով Յավորյանը հասցրեց փոխածում կատարել Կոշկարյանին վտանգավոր է Կոշկարյան, բայց բավական հեռու թողեց այստեղ գնդակը Վարդան Կոշկարյանն ու դարպասապահ Վահե Մուրադյանը դուրս գալով դարպասից տիրեց գնդակին Արչակ Պողոսյան, հիմա գուցե Արագաստի City-ին Ալավերդյան Ադամյանն է դիմավորել Ալավերդյանին, բայց ազատվեց այստեղ մրցակցի վերահսկողությունից Ալավերդյան ու ինչպիսի փոխանցում հետևեց այստեղ այսպես գործելուց հետո պետք է հասցնել գնդակը խաղը ընկերոջը նորից Ատալանտան է գրոհիացնում, հիմա Ղարիբյանն է խլում կատարում ու շարժվում առաջ, կա Գիգոլյանը, կա Վարդանյանի տարբերակը, բայց դեպի Ալավերդյանը փոխանցում հետևեց, հիմա լավն էր փոխանցում ու Գիգոլյանի հարվածը չստացվեց այստեղ Ալավերդյանի կատարած փոխանցումից հետո վերջի րոպեն է ընթանում առաջի խաղակեսի հիմնական ժամանակի ու տեսնենք այս 1 րոպեն ինչ կտա առաջին հերթին կրկնում է Մանչեսթեր Սիթին Թուղթարյան այստեղ ուժեղ հարվածով գնդակ ուղարկեց առաջ, բայց Վահե Մուրադյանը վերցրեց գնդակ ու նետեց առաջ Արչակ Պողոսյան, հիմա Պողոսյանի փոխանցման ճանապարհը նորից Յավորյանն է փակում, մնաց գնդակով Դավիթ Յավորյանը ու հետ ուղարկեց Վանիկ Պետրոսյանին, կավարտվի արդեն առաջին խաղակեսը, այո, կամրցավարի Սուրիչը խաղակեսը ավարտված է 2-0 հաղթում է Ատալանտան, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք Մանչեսթեր Սիթին ընդդեմ Ատալանտայի հանդիպան երկրորդ խաղակեսը դիտելու առաջին խաղակեսից հետո Վանիկ Պետրոսյանի ու Ալիկ Հովհաննիսյանի խփած գոլների շնորհիվ Ատալանտան ունի կրկնակի առավելություն խաղադաշտում ու տեսնենք երկրորդ կեսը ինչպես կստացվի թիմերի համար, եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտարարությունները, սկսենք Սիթիից դարպասը պաշտպանում է Վահե Մուրադյանը համար 1, Արտաշես Արաքելյան համար 5, Անատոլի Գաբրիելյան համար 7 ով թիմի ավագտ է, Գարիկ Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14, Գերա Կոստենկով համար 17, Ռաֆայել Ղարիբյան համար 19 եւ Արտուր Ալավերդյան համար 44։ Ատալանտա Տարոն Թուղթարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արամայիս Գրիգորյան համար 3, Անդրանիկ Ադամյան համար 5, դա թիմի ավագտ է, Վանիկ Պետրոսյան համար 7, Ալիկ Հովհաննիսյան համար 8, Դավիթ Յավորյան համար 22, Մաքս Սարգսյան համար 55, Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկարյան համար 77։ Արշակ Պողոսյանն է գնդակով հերվից հարված Պողոսյանից ու Թուղթարյանը այստեղ լավ գործեց, 2 դրվագում էլ կարողացավ չեզոք հասնել վտանգը, եթե Պողոսյանի հարվածը բավական բարդ ստացվեց, ապա երկրորդ դրվագում ոչ ոք չխանգարեց Թուղթարյանին վերցնել գնդակը, Արաքելյանն է առաջ շարժվում դեպի Կոստենկովը, Կոստենկովն էլ դեպի Վարդանյանին փորձեց արձակել, բայց այստեղ Կոշկարյանը մաքուր գործեց ու Ատալանտան շարժվում է առաջ, հիմա անկավ Ատալանտայի գրոհի տեմպը, Վանիկ Պետրոսյան հիմա ուղարկեց գնդակը Կոշկարյանին, նորից Պետրոսյան, իսկապես Ատալանտայի կազմում այս զույգը շատ լավ է համագործակցում ցանկացած հանդիպան ընթացքում, հիմա փոխեց գրոհի եզրը դեպի Մաքս Սարգսյանը, Պետրոսյանը մնաց գնդակում Մաքսիմ Սարգսյանը ու արդեն դեպի դարպասապահ Թուղթարյանն է ուղարկում, հիմա գնաց պրեսինգի Վարդանյան ու քիչ էր մնում խլել գնդակը այս իրավիճակում, բայց հենց Վարդանյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կտեսնենք արդեն Ատալանտայի դարպասից, այո, կրկնում եմ, ինչպես հանդիպան մեկտարկում, այնպես էլ հիմա մրցաշարային աղյուսակում թիմերը գտնվում են հարևանությամբ, Ատալանտան 4-րդ է 31 միավորով, Սիթին 5-րդ է 28 միավորով, ճիշտ է մեկ հանդիպում քիչ է անցկացել Մանչեսթեր Սիթին Ատալանտայի նկատմամբ, բայց իհարկե այսօր չհաղթելու դեպքում շատ ավելի կբարձրանա Մանչեսթեր Սիթիի խնդիրը հավասարվելու համար Ատալանտային այդ գործում, բայց հաղթանակի հասնելու դեպքում Սիթին հավասար միավորներ կունենա Ատալանտայի հետ ու թիմերը 31 միավորներ կունենան վաստակած, բայց նախ այս խաղում հաղթանակի մասին իհարկե մտածելու համար Սիթին պետք է շատ արագ առնվազն 1-2-ը փորձի հեղինակել, այստեղ այո կար խաղի կանոնների խախտում Սիթի ֆուտբոլիստի դեմ պայքարում ու հիմա ստանդարտ է նշանակել մրցավարը Արտուր Ալավերդյանն է գնդակի մոտ, փորձեց արագ խաղարկում իրականացնել, բայց այստեղ չստացվեց, հիմա խաղարկեց գնդակը Պողոսյանի հետ դեպի Ղարիբյանը
Գիգոլյան լավ գործեց այստեղ Գարիկ Գիգոլյանը կա փոխանցում, բայց Ադամյանն է փակում փոխանցման ճանապարհը Յավրյանն էլ որքան հնարավոր է հեռու ուղարկեց գնդակը նորից Սիթին կփորձի խորքից գրոս սկսել Պողոսյան դեպի Ալավերդյանը նորից փոխանցում թողեց Ալավերդյանը գնդակը Գիգոլյանին լավ դեր փոխանցումը Վարդանյանն ու Թուղթալյանը փրկում է այստեղ Ատալանտային ուներ Մանչեսթեր Սիթին հնարավորություն կրճատելու արշիվը, բայց շատ լավ գործեց Ատալանտայի կիպեր այս իրավիճակում խաղարկեցին անկյունայինը Վարդանյանը ով է եզրափակում այս փոխանցումը ոչ ոք Կոշկայանն էլ շարժվում է առաջ Ալավերդյանը նահանջում է, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում հենց Ալավերդյանի կողմից ու հիմա երկու ֆուտբոլիստներն էլ հայտնվեցին խոտածածկին Եվ տեսնենք ինչ պատահեց Արթուր Ալավերդյանին ու Վարդան Կոշկայանին իսկապես ֆուտբոլային դրվագ էր, բայց Բախումը հուսանք որ լուրջ ոչինչ չի առաջացնի ու ֆուտբոլիստների հետ ամեն ինչ կարգին կլինի Ալավերդյանը կանգնեց ոտքի Կոշկայանն առայժմ ոչ Հիմա արդեն Կոշկայանն էլ վերկացավ ամեն ինչ կարգին է երկու ֆուտբոլիստերի հետ նրանք կմնան խաղադաշտում, բայց արդյունքում Ատալանտան վաստակել է ստանդարտ հնարավորություն ու Ադամյանը միանգամից արված է առանց Սուլիշ պահանջելու, բայց Մուրադյանը տեղում էր Եսից կնետի Ատալանտան թողեց Յավրյանը գնդակը Վանիկ Պետրոսյանին դեպի Ալիկ Հովանիսյանը կա Ղարիբյանի ճնշումը թիկունքից ու այստեղ մաքուր գործեց Ղարիբյանը չկար խաղի կանոնների խախտում Ալավերդյան չնայած համաձայն չէ մրցավարի կայացած որոշման հետ Հովանիսյանը, բայց չկար այստեղ խաղի կանոնների խախտում ըստ մրցավարի ու գնդակը Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստերի մոտ է Յավրյանը փակեց այս փոխանցման ճանապարհը նորից Հովանիսյան դեպի Գևորգյանը Հովանիսյան լավ նկատեց Մաքս Սարգսյանին Եվ այդ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն, որտեղ Անդրանիկ Ադամյանն է թիմի ավակը, Ադամյանն էլ ուղարկեց դեպի Աչ Պետրոսյան, նորից Կոշկարյան Լավ գործողություն Կոշկարյանից, լավ փոխանցում, բայց Արաքելյան այստեղ էր Թույլ չտվեց, որպեսզի փոխանցումը հասնի հասցեատի 7 ու հիմա Արթուր Ալավերդյանն է Գնդակով պետք է արագացնել, պետք է մի փոքր տեմպ տալ հանդիպմանը, իհարկե խոսքս վերաբերվում է Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստերին, պետք է փորձել կրճատել որքան հնարավոր է շուտ հանդիպան հաշիվը Գիգոլյան, բայց սխալ այստեղ Կոշկարյանը խլում է գնդակու, տեսնենք կարողանա հարվածել արդյոք Պողոսյանը նահանջեց ու թույլ չտվեց ու չկար այստեղ խաղի կանոնների խախտում մրցավարը շատ մոտ էր կանգնած ու հստակ չի տվեց այդ ամենը Ալավերդյան հարված ու շեղությամբ է ստացվում հիմա այլ Ալավերդյանի կատարած հարվածը ու հիմա նորից Կոշկարյանը հայտնվեց իրադարձության կենտրոնում, բայց արդեն հիմա խաղանկերները օգնում են Կոշկարյանին իհարկե Կոշկարյանը շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստ է Ատալանտայի կազմում ու եթե հիմա այլ Կոշկարյանը չկարողանա շարունակել հանդիպումը, ապա ավելի մեծ կորուստ կլինի Ատալանտայի համար, առանց այն էլ Վարդան Պետրոսյանը չկա այսօր խաղադաշտում Կանգնեց ոտքի Կոշկարյանը, այո, կմնա խաղադաշտում արդեն օգնեցին խաղընկերները նրան եւ հիմա կշարունակվի հանդիպումը Մաքս Սարգսյան
Հասրեց ազատվել գնդակից այստեղ Սարգսյանը, բայց թիկունքից կար Պետրոսյանի դեմ պայքարում էլ Գիգոլյանի ճնշում ու գրոհի անցել ստացվեց Ատալանտայի մոտ, բայց ես իսկ նետի Ատալանտան Ադամյանը երկար նետում կատարեց դեպի Ալիկ Հովհաննիսյանը, Ղարիբյանն է այստեղ ավելի շուտ արձագանքում գնդակին դեպի Վարդան Վարդանյանը, Վարդանյանն էլ Ալավերդյանի հարվածն ենք տեսնում ու Թուղթայանը այստեղ վերցրեց գնդակը, այո, ամենաուժեղ հարվածը չստացվեց Արտուր Ալավերդյանի մոտ այս իրավիճակում ու խնդիրներ նորից Թուղթայանը չունեցավ գնդակի հետ այստեղ Օշկարյան Աչիսկա Պետրոսյանը կատարեց փոխանցում Վանիկ Պետրոսյանին, անցավ Պետրոսյանն էլ Ղարիբյանին ու տեսնենք ինչ շարունակություն կտա գրոհին, բայց փակվեց փոխանցման ճանապարհը, անկյունային վաստակում է այստեղ Ատալանտան Եվ տեսնենք անկյունայինը արդեն ինչպես կխաղարկեն Ատալանտայի ֆուտբոլիստները, Կոշկարյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Առաքելյանը հեռացեց գնդակը Ալիկ Հովհաննիսյանին բաժին ասավ հիմա էլ այն դեպի Յավարյան ու այդ փոխանցում Անդրանիկ Ադամյանի ուղղությամբ ով թողեց գնդակը այստեղ Տարպասապա Թուղթարյանի երկար փոխանցում առաջ Հովհաննիսյան լավ չընդունեց գնդակը բայց Կոշկարյանի մոտ այն հայտնվեց ու հետո գործերեց Ատալանտան գնդակը Ղարիբյանը ձախ եզրով է հիմա էլ շարժվում առաջ մնաց հիմա գնդակով Վանիկ Պետրոսյանն է աշխատում Ղարիբյանի թիկունքից ու գնդակը դուրս եկավ այս իրավիճակում դաշտի սահմաններից հենց Ղարիբյանից եզից կնետի Ատալանտան Ադամյան դեպի Յավրյանը կրկին Ադամյան ու այդ փոխանցում դեպի Դարպասապա Թուղթարյանը կատարեց Ադամյան այստեղ Թուղթարյանը երկար փոխանցում դեպի Հովհաննիսյանը մնաց գնդակով Ալիկ Հովհաննիսյանը հիմա ազատվեց Մաքս Սարգսյան լավ փոխանցում էր դեպի Յավրյան ու Ատալանտան ձախ եզրով է հասնում գրոհի Յավրյան փակվեց Յավրյանի փոխանցումը այստեղ Պողոսյանն էլ լավ գործեց այս իրավիճակում հասցեագելով գնդակը Վարդան Վարդանյանին լավ փոխանցում դեպի Ալավերդյանը նորից դեպի Վարդանյանն էր ուղղված այս փոխանցումը բայց բրավո այս իրավիճակում Յավրյանին ինչպիսի սահանքում կատարեց ու փակեց փոխանցման ճանապարհը Ատալանտայի ֆուտբոլիստը եթե հասներ Ալավերդյանի փոխանցումը դեպի Վարդանյանը ապա միայնակ էր մնում Սիթի 11 համարը Դարպասապա Թուղթայանի դիմաց ու կարող է այս իրավիճակը գոլով ավարտել Սիթին հիմա Գիգոլյանի հարվածի փորձը, բայց նորից Թուղթայանը հեռացնում է գնդակը տեսեք ողջ կազմում Մանչեսթեր Սիթին մրցակցի կիսադաշտում է, բայց առայժմ գտնել դարպասը չի ստացվում Առաքելյան լավ գործողություն է այլապես հիմա էլ Հովհաննիսյանը գնդակը ընդունելուն պես միայնակ կմնար Վայե Մուրադյանի դիմաց Արշակ Պողոսյան ձախ եզրով է հիմա էլ Սիթին փորձում գրոհի անցնել, բայց Ասրեց նորից Ատալանտան վերադասավորվել Ղարիբյան Փակվեց փոխանցման ճանապարհը եկավ գնդակը Գիգոլյանի մոտ նորից դեպի ձախ որտեղ Արշակ Պողոսյանն է Հարված ենք տեսնում Պողոսյանից բայց բավական բարձր ստացվեց Արշակ Պողոսյանի այս փորձը Հարված կլինի Ատալանտայի դարպասից նորից խաղարկումով Ատալանտան Սկսում է պաշտպանությունից Վանիկ Պետրոսյան գեղեցիկ անցում ու փոխանցում կատարեց Պետրոսյանը Յավրյանի լավն էր այս փոխանցում Էդգար Գևորգյան նորից Յավրյան Հարվածը կա Յավրյանի ու Վայե Մուրադյանը այստեղ ետ մղեց գնդակը այստեղ լավ Հարված նախապատրաստեց Յավրյանը, բայց լավ չկատարեց, այնքան էլ ուժեղ չստացվեց Յավրյանի հարված ու Մուրադյանը խնդիրներ չունեցավ այս իրավիճակում Գիգոլյան մնաց գնդակով Գիգոլյան այլապես կլիներ խաղի կանոնների խախտում, լավ փոխանցում դեպի Պողոսյանը Կերակոստենկով նորից Պողոսյան Լավն էր փոխանցումը Թուղթարյանը նորից այս իրավիճակում շատ լավ գործեց ու Ատալանտան նորից հակագրոհի կարող է հասնել Հովհաննիսյան կա փոխանցումը դեպի Կոշկարյանը մնաց գնդակը Կոշկարյանի մոտ բայց արդեն հասցրեց վերադասավորվել Մանչեսթեր Սիթին Ադամյան Կոշկարյան հարված 3-0 Ատալանտան եռապատկում է իր առավելությունը
Վարդան Կոշկայան 3-0 Գեորգ Գնդակը նույնպես Մանչեսթեր Սիթիի դարպասում է հրաշալի փոխանցում ստացավ այս իրավիճակում Կոշկայանը Ադամյանից ու առանց երկմտելու հարված է շատ ճիշտ վարվեց 3-0 Ատալանտան բավական մեծացեց իր առավելությունը ու հիմա տեսնենք այս մնացած 11 րոպեների ինչպես կստացվեն իսկապես Սիթին շատ բարդ իրավիճակում է հայտնվել 3-0 զիջում են իրենց հիմնական մրցակիցներից մեկին ու Ատալանտան այնպես չէ որ պաշտպանությունում թերանում է այլապես Սիթին առայժմ երկրորդ խաղակեսում լուրջ վտանգավոր պայել չի ունեցել դեպի Տուտանի դարպասը այնպիսի պայել որոնք կարող է վերածել գոլի 1-2 այսպես ասած թեթևակի դրվագ բայց Թուրքայանը առանց խնդիրների այդ իրավիճակներում գործեց հիմա էլ ուժեղ էր այս փոխանցումը Արտաշես Առաքելյան խորքից Սիթին սկսում է Մնաց գնդակով առայժմ Առաքելյանը լավ է դասավորվել Ատալանտան խաղադաշտում Ղարիբյան չանցավ Ղարիբյանի փոխանցումը Յավարյանը խլում կատարեց ուղարկեց Կոշկարյանին լավն էր անցումը Կոշկարյանը մնաց գնդակով բայց վերջի պահին հաստրեց Կոստենկովը հեռացնել ու թույլ չտալ Կոշկարյանին հարված կատարել եզից կնետեն Ատալանտայի ֆուտբոլիստները Պետրոսյանն է պատրաստում գնդակը խաղի մեջ մտցնելուն Յավարյանի հետ խաղարկեց նորից Յավարյան դեպի Կոշկարյանը Կոշկարյան այստեղ ինքը սայթակեց ու կորցրեց գնդակը Ալավերդյանին է հիմա էլ բաժին ասել այն ու Սիթին փորձում է գրոյի անցնել կար այո խաղի կանոնների խախտում հիմա էլ Ալավերդյանի դեմ պայքարում ու հիմա արդեն սուլում է մրցավարը հասկանալ ինչ է պատահել Արշակ Պողոսյանին մոտածածկին է հայտնվել հիմա էլ Պողոսյանը բախում տեղի ունեցավ քիչ առաջ բայց ամեն ինչ կարգին է Պողոսյանի հետ նա շարունակելու է կարծես հանդիպումը թե ամեն դեպքում փոխարինվի ամենայն դեպս եթե փոխարինում ապա ոչ հիմա Վարդանյան Պողոսյանին է թողնում գնդակը ու տեսեք չկան հարցակման գծում տարբերակներ շատ լավ է իսկապես պաշտպանվում Ատալանտան ունը շատ վստահ առավելություն ու հիմա Ատալանտան կարծում եմ այլևս գոլ հեղինակելու մասին ոչ մի մտածելու կարիք չունի պետք է պարզապես փորձել այս առավելությունը պահել Վարդանյան մնաց գնդակը Վարդանյանի մոտ Հիմա կա փոխանցում ու հենց Վարդանյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եզիս կնետի Ատալանտան Այո իսկապես առաջի խաղակեսի վերջնամասը շատ վատ ստացվեց Մանչեսթեր Սիթիի համար ու 2 րոպեում բաստողեցին 2 գնդակ երրորդ գնդակն էլ քիչ առաջ Կոշկարյանը հեղինակեց ու Ատալանտան ունի շատ վստահ առավելություն Ալավերդյան գուցե հիմա ստացվի բայց ոչ բավական բարձր է ստացվում Ալավերդյանի կատարած հարվածը գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Տարոն Թուղթայանի պաշտպանած դարպասից 8 րոպե մինչ հիմնական ժամանակի ավարտը եւ իհարկե եթե այսպես ասած արտառոց ոչինչ տեղի չունենա բայց այսպիսի հանդիպման ժամանակ չեմ կարծում Սիթին հարցակման գծում այս պահին այս խաղում հատկապես ունի լուրջ խնդիրներ ապա Ատալանտան փաստ ենք որ իերթական 3 միավորն է վաստակում ու արդեն 6 միավորի առավելություն է ունենում Մանչեսթեր Սիթիի նկատմամբ այսպիսի պաշտպանվող Ատալանտային այսպիսի խաղում իհարկե 3 գնդակ թե ժամանակի տեսանկյունից թե կարծում եմ առասարակ այսպիսի պաշտպանվելու դեպքում Սիթին չի հասցնի հեղինակել Պողոսյան լավն էր անցումը լավն էր փոխանցումը Գիգոլյան Վարդանյան 1 գնդակ ետ է բերում Սիթին 3-1 թռչեց այստեղ Վարդանյանը հանդիպան հաշիվը
Վարդան Վարդանյան 3-1 կրճատված է հանդիպման հաշիվ, այո, խոսեցինք Ատալանտայի պաշտպանության մասին ու հենց այս գրոյի ժամանակ Ատալանտան բաց թողեց առաջին գնդակը, հիմա գուցե այս խփած գնդակի ոգևորության ալիքի ներքո Սիթին շարժվի առաջ, իհարկե այս գոլից հետո արդեն 7 րոպեում հնարավոր է մտածել երկուսը հեղինակելու մասին ու փրկելու այս հանդիպումը, բայց իհարկե եթե հիմա չդառնար Սիթին գոլի հեղինակ ու չկրճատեր հաշիվը, իհարկե 3 գնդակ այլևս այս մնացած րոպեներում դժվար է պատկերացնել, հիմա նույնպես դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է երկուսը հեղինակել մնացած 7 րոպեներում, չէ՞ որ 43 րոպե արդեն Ատալանտան շատ լավ է պաշտպանվում բացառությամբ այս վերջի գրոյի, հիմա նորից Սիթին գրոյի անցել, Պողոսյան հարվածը կա արադարձը նույնպես ու Թուղթարյանը այստեղ վերցրեց գնդակը, այո լավ հարված է կատարել Պողոսյանը շեղեց գնդակը հարվածի ուղղությունը Պողոսյանի կատարած, բայց ամեն դեպքում Թուղթարյանը նորից վերցրեց գնդակը, հիմա Սիթին նորից գրոյի անցնում արդեն ձախ եզրով Գիգոլյան Բարձից փոխանցում դեպի Կոստենկով ու Գևորգյանն է հասնում է հեռացնել գնդակը անկյունային հարված է իրականացնելու Սիթին, բայց այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա Ատալանտայի կազմում, Անդրանիկ Ադամյանը կրկին վերադառնում է խաղադաշտ ու Գևորգյանն է լքում խաղադաշտը կա, Սուրիչը խաղարկված է, անկյունայինը Պողոսյան փակվեց փոխանցման ճանապարհը ու նորից հակագրոյի է փորձում անցել Ատալանտան, բայց Գիգոլյանը լավ գործեց Ալավերդյան, Մաքս Սարգսյանը այստեղ էլ փայլեց ու հիմա գուցե հակագրո ստացվի Ատալանտայի մոտ կա փոխանցումը Մաքսիմ Սարգսյանի, բայց այստեղ չկար խաղընկերներից ոչ ոք այս իրավիճակում նորից արդեն աշտևով է Սիթին գրովում Պողոսյան դեպի կենտրոն շարժվեց Պողոսյանը մնաց առայժմ գնդակով Արշակ Պողոսյանը հիմա կատարեց փոխանցում, բայց արդեն կորցրեց ու Վանիկ Պետրոսյանը ուղարկեց գնդակը Մաքս Սարգսյանին ու փոխանցումը նույնպես հաջող չէր Գիգոլյան դեպի Վարդանյան ու ինչու չհարվածեց այստեղից Գիգոլյանը չեմ կարող ասել բավական նպաստավոր էր Գիգոլյանի դիրքը կարծում եմ ավելի լավ եզրափակում կտար գրոյին քան փոխանցում կատարեց այստեղ Վարդանյանի ուղղությամբ, եթե լիներ միայնակ Վարդանյանը, ապա հասկանալի է այս իրավիճակում Գիգոլյանի գործողությունները։ Արաքելյան, տեսեք ողջ կազմով Սիթին, բացի դարպասապահ Մուրադյանից գտնվում է մրցակցի կիսադաշտում Արաքելյանը որպես վերջին պաշտպան նույնպես այստեղ է ու իհարկե այլևս կորցնելու ոչինչ չունի Մանչեսթեր Սիթին, պետք է ողջ կազմով նետվել առաջ Ալավերդյան այդքան քիչ խաղաժամանակ է մնացել Սիթին լավ դեր խաղարկումը 3-2 Ալավերդյանը կրճատում է նորից հաշիվ ու հասնում նվազագույնի Արտուր Ալավերդյան 3-2 եւս մեկ գնդակ Սիթին ետ բերեց ու հիմա մեկն է մնացել Մանչեսթեր Սիթին ոչ ոքի արդյունքի համար մտածելու, բայց հիմա պատասխան կրոնն են բաց թողնում Վանիկ Պետրոսյան ինչը այստեղ 11 մետրանոց հարված հաջորդից գրոյի ժամանակ արդեն Մանչեսթեր Սիթի դարպասի ուղղությամբ նշանակեց մրցավարը, բայց հիմա հասկանանք ինչ պատահեց Վանիկ Պետրոսյանին բավական կարծես բարդ հարված ստացավ Ամեն դեպքում դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը վերջնական համոզմունքի գալու համար ու մնաց իր որոշմանը 11 մետրանոց հարվածը նշանակված է Մանչեսթեր Սիթի դարպասի ուղղությամբ այո կար խաղի կանոնների խախտում Վանիկ Պետրոսյանի դեմ պայքարում ակնհայտ խաղի կանոնների խախտում ու հիմա եթե Ատալանտան գրավի դարպասը ապա հաղթողի հետ կապված բոլոր հարցերը կտրվի խաղադաշտում արդեն ժամանակ չի ունենա Մանչեսթեր Սիթին փրկելու այս հանդիպումը 2 րոպե է մնացել հիմնական ժամանակի ավարտին ու տեսնենք ինչպես կստացվի 11 մետրանոց հարվածը Կոշկայանի կատարմամբ իհարկե չմոռանանք դարպասում էլ Վահե Մուրադյանն է Մուրադյանն ընդդեմ Կոշկայանի եթե փրկի Մուրադյանը ապա իսկապես կարող է հույս տալ Մանչեսթեր Սիթին այս խաղում բայց եթե գրավի Կոշկայանը դարպասը ապա Ատալանտան կհեռանա խաղադաշտից 3 միավորով
կա մրցավարի Սուլիչը Կոշկայանը հարվածում է ու չի ստացվում այստեղ Կոշկայանի մոտ գրավել դարպասը հիմա Սիթին կնետվի ողջ կազմով առաջ փրկելու այս հանդիպումը 2 րոպե կրկնում եմ մինչև հանդիպան ավարտ այդքան ունի Մանչեսթեր Սիթին Գիգոլյան բայց կորցրեց այստեղ գնդակը Վանիկ Պետրոսյանն է նորից խլում կատարում ու շարժվում առաջ Պետրոսյան հարված ու դարպասածողն է հիմա էլ օգտում Մանչեսթեր Սիթին բայց Ինչ է նշանակում մրցավարը կարծես եզրային նետում օգուտ Ատալանտայի այո ճիշտ ասած շահսրի նկատել թե ում դիպավ գնդակ այս իրավիճակում բայց կարծես դարպասապան Մուրադյանն է շեղել գնդակի ուղղությունը այստեղ բրավո Ատալանտային ամենայն դեպս գնդակը մրցակցին ազդելու համար համաձայն չէին City ֆուտբոլիստները Արտաշես Արաքելյան գնաց Ատալանտան այստեղ պրեսինգից ստացվեց ու հիմա City-ն շարժվում է առաջ Գիգոլյան ու չի ասում նորից Գիգոլյանի կատարած փոխանցումը նորից Ատալանտան վերահսկում է գնդակը նորից կորցրին գնդակը ու հիմա վերջին րոպեն է մեկնարկում հանդիպան հիմնական ժամանակի ավարտի Պողոսյանն է աչքի եզրում Լավներ փոխանցումը Ադամյանն է այստեղ էլ հեռացնում անկյունային կիրականացնի Մանչեսթեր Սիթիին Արագ խաղարկեց գնդակը այստեղ Կոստենկովը Գիգոլյանի հետ նորից Կոստենկով ու հիմա էլ Կոշկայանից հեռացավ այո գնդակը եւս մեկ անկյունային նշանակեց մրցավարը այս իրավիճակում ու նույնիսկ դարպասապան Մուրադյանն է արդեն միացել Մանչեսթեր Սիթիի վերջին կարծում եմ վերջին գրոյին Պողոսյան դեպի Կոստենկովը Հովանիսյան Մաքս Սարգսյանն է հեռացրեց գնդակ ու այս հետաքրքիր հանդիպումն ավարտված է 3-2 իսկապես շատ հետաքրքիր հանդիպում դիտեցինք բայց Ատալանտան կարողացավ հերթական 3 միավորը վաստակել ծափարություններ երկու թիմերին այս դիտարժան հանդիպման համար խաղային 3-ն մեզ մոտ ավարտված է շնորհակալություն որ մեզ հետ էիք բարի գիշեր ու ամենայն բարիք